Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց առկա են ապրիլ ամսվա կանխատեսումները եւ շատ շուտով կլինեն նաև մայիս ամսվա կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար եւ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, ես բոլորիդ շնորհավորում եմ Սուրբ Զատիկի կապակցությամբ, մեր ամենասիրված գարնանային տոնն է, Քրիստոս հարյավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի, դա բնության, մարդկության, հոգևոր կյանքի նորացման խորհուրդը ունի, վերածննդի խորհուրդ ունի եւ ես լիահույս եմ, որ այս գեղեցիկ լուսավոր օրերի, այսինքն գալիք շաբաթ սկսում են այդ լուսավոր օրերը, որոնք այսպես լի են հոգևոր վերածննդի լիցքերով, գեղեցկությամբ, սիրով, ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ հենց այդ զորությունը հոգևոր կկանխի բացասական զարգացումները, որոնք շատ հավանական են գալիք շաբաթվա ընթացքում, լարված զարգացումները։ Սիրելիներս, այժմ ներկայացնեմ ապրիլի 4-րդ շաբաթվա, այսինքն ապրիլի 21-ից 27 ընկած ժամանակահատվածի աստղացույց լուսնացույցը եւ վերջում կներկայացնեմ նաեւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ դիտեք այս վիդեոն մինչեւ վերջ։ Սիրելիներս, շաբաթը բավականին լարված է սկսվում, արդեն ապրիլի 21-ին Երևանի ժամանակով 3:21 գիշերը, այսինքն ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը լուսինը մուտք կգործի ջրհոս կենդանակերպ եւ այսպես կսկսվի այդ լարվածությունը, շատ լարված եւ վտանգավոր օր է ապրիլի 21-ը, 4:47 րոպե լուսինը Նեպտուն մոլորակի հետ, անորոշության, մոգության, միստիկայի մոլորակի հետ 6 անկյուն կկազմի եւ դա կնպաստի կեղծ տեղեկատվության տարածման, այսինքն պայմաններ կստեղծի այդ կեղծիքների տարածման համար։ Գիշերը արդեն հենց եւ վաղ առավոտյան 5:35 րոպեին ապրիլի 21-ին լուսինը դիմակայության մեջ կմտնի Մարս մոլորակի հետ, որը արդեն գիտեք, որ ապրիլի 18-ից մուտք է գործել առյուծ կենդանակերպ, 1 աստիճան առյուծում գտնվում է Մարսը եւ 1 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը։ Եվ այնուհետև անմիջապես դրանից հետո լուսինը լարված քառակուսի կկազմի նաև Արեգակի հետ, որը արդեն գիտեք, որ ապրիլի 19-ի երեկոյան հենց այդ Սուրբ Զատիկի օրը նա մուտք գործեց ցուլ կենդանակերպ, 1 աստիճան ջրհոսում գտնվելու է լուսինը եւ 1 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու է արևը։ Արդեն 10:13 րոպեին նաև լուսինը միանալու է ավերիչ եւ պատերազմ բերող Պլուտոն մոլորակի հետ, որը գտնվում է 4 աստիճան ջրհոսում։ Իսկ ժամը 11-ին լուսինը 6 անկյուն կկազմի Մերկուրի հետ, որը արդեն ապրիլի 16-ից հետո գտնվում է Խոյ կենդանակերպում։ Դե ինչ ասեմ, բավականին լարված է սկսվելու այդ օրը, ապրիլի 21-ը, ընդհանրապես շաբաթը շատ լարված է, շատ այսպես հղի է, լրջագույն ռազմաքաղաքական լարվածությամբ, պես որ զգուշ եղեք եւ այսպես կարևոր գործեր պլանավորեք միայն բարենպաստ օրերի շրջանակներում, որտեղ անբարենպաստ օր սկսված ցանկացած գործ, ցանկացած նախագիծ իհարկե ունենալու է բարդ ընթացք եւ խնդրահարույց է լինելու։ Ապրիլի 21-ին սիրելիներս որևիցե կարևոր գործ մի նախաձեռնեք, իհարկե սա լրջագույն վտանգ է ստեղծում այս բոլորակային դիրքերը խաղաղության համար, բոլոր այսպես թեժ կետերը կարող են միանգամից կամ միաժամանակ ակտիվանալ, թե ռուս-ուկրաինական ճակատը, թե իսրայելապարսկական ճակատը, թե
հայ ադրբեջանական ճակատ, այսինքն միանգամից այդ ակտիվությունը պետք է նկատի, որտեղ լուսինը դիմակայում է Մարսին, հետո միանում է Պլուտոնին, եւ արդեն Մարսը, ռազմի մոլորակ Մարսը, նախաձեռնության մոլորակ Մարսը մոտենում է այդ պատերազմի մոլորակ Պլուտոնի հետ դիմակայությանը, որը արդեն մենք կտեսնենք այս շաբաթվա վերջում։ Այսինքն այսպես նախերգանքը կարող է լինել պատերազմի այս շաբաթվա սկզբին։ Եվ բարենպաստ օր է, բարեբախտաբար ապրիլի 22-ը Լենին պապիկի ծնունդն է, շատ բարենպաստ օր է, արդեն ցերեկ է 15:04 րոպեին, լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի Յուպիտեր մոլորակի 19 աստիճան երկրորյակներում գտնվում է Յուպիտերը եւ լուսինը գտնվելու է իհարկե ջրհոսում շարունակաբար։ Եվ բարի խառը նոր է ապրիլի 23-ը, ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը 1:53 րոպեն Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կկազմի Ուրան մոլորակի հետ, հենց իր իսկ ղեկավար, այսինքն ջրհոսի ղեկավար մոլորակ Ուրանը լուսնի հետ, որը գտնվում է ջրհոսում քառակուսի է կազմում 25 աստիճան ջրհոսում գտնվում լուսին, 25 աստիճան ցուրտ կենթանակերպում գտնվելու է Ուրանը։ Դա նշանակում է, որ խնդիրներ կարող է կապի հետ կապված, հուսանքի հետ կապված, ինչ որ անսպասելի զարգացումներ են հնարավոր, ճանապարհներին վտանգներ, այնպես որ այդ գիշեր 22 լույս 23-ի գիշերը ապրիլի շատ զգուշ եղեք, սիրելի բարեկամներ։ 9:06 րոպե լուսինը կլքի ջրհոս կենթանակերպը եւ մուտք կգործի ձկներ։ Եվ 15:13 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Արեգակի հետ 3 աստիճան ցուրտ կենթանակերպում գտնվում է Արեգակը եւ 3 աստիճան ձկներում գտնվում է լուսինը։ Բարդ օր է լինելու նաև ապրիլի 24-ը, երեկոյան արդեն 19:10 րոպեին լուսինը լարված քառակուսի կկազմի Յուպիտեր մոլորակի հետ, որը գտնվում է 20 աստիճան երկվորյակներում, իհարկե սա բարենպաստ է Յուպիտերի համար եւ լավ չէ լուսնի համար, այսինքն ժողովրդի համար անբարենպաստ է, բայց բարենպաստ է էլիտաների համար, էլիտաները ուրախանում են։ Իհարկե հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը պետական մարմինները որևիցե միջոցառում չեն նախատեսում, միայն լինելու է Դաշնակցության կողմից կազմակերպված այդ ջահերով երթը եւ ես կարող եմ ենթադրել, որ ամբողջ այդ ԿՊԱ-ական վերնախավը խինդ ուրախության մեջ է լինելու, իսկ ժողովուրդը իհարկե ողբալու է եւ այսպես իր հարգանքի տուրքն է մատուցելու ցեղասպանության զոհերին եւ սա իհարկե բնականաբար հասարակության մեջ այդ զայրույթ, այդ լարվածությունը գեներացնելու է անպայման, որը հետագայում իհարկե կարող է դրսևորվել լայնածավալ այսպես ժողովրդական ելույթների տեսքով, որովհետեւ գիտեք, որ մայիսի ընթացքում ունենալու ենք նաև Արեգակի եւ Ուրան մոլորակ, այսինքն հեղափոխական փոփոխությունների անսպասելի զարգացումների մոլորակ Ուրանի հետ միությունը, այդ ամենի մասին ես պատմել եմ արդեն ապրիլի 13-ին տեղ ունեցած Facebook-յան լայվի ժամանակ։ Եթե չեք դիտել, անպայման դիտեք, հղումը ես կներկայացնեմ այս վիդեոյի վերջում։ Սիրելի բարեկամներ, մտնելով իհարկե ձկներ շատ լարված իրավիճակ է ստեղծվում եւ ապրիլի 25-ը եւս բավականին բարդ օր է, 4:50 րոպեին լուսինը նախվեցանկյուն կկազմի Ուրան մոլորակի հետ, այնուհետև 6:53 րոպեին վաղ առավոտյան ապրիլի 25-ին Երևանի ժամանակով 6:53 րոպեին լուսինը կմիանա Չարաբաստիկ Սատուրն մոլորակի հետ, որը նեղվածություն, խնդիրներ, լարվածություն, դա ավելի շատ ներքին էմոցիոնալ զարգացումներ են լինելու եւ արդեն ժամը 7-ի կողմեր լուսինը այնուամենայնիվ նաեւ կմիանա Վեներա մոլորակի հետ, Վեներա մոլորակը 27 աստիճան ձկներում է շարունակում գտնվել, որը բարենպաստ է այն իմաստով, որ այդ լարվածության պայմաններում իհարկե Վեներան կարող է լույսի այդ ճրագը հանդիսանալ ներդաշնակեցման տեսանկյունից եւ ապրիլի 25-ին 11:23 րոպեին լուսինը մուտք կգործի Խոյ կենթանակերպ, իսկ 12:53 րոպեին կմիանա Նեպտուն մոլորակի հետ 0 աստիճան Խոյ կենթանակերպում, որը արդեն կրկին անգամ նշանակում է կեղծ տեղեկատվության տարածում, այդ պահին ստացած ցանկացած ինֆորմացիա, սիրելի բարեկամներ, պետք է բազմիցս ստուգեք, նոր ընդունեք իբրև ճշմարտություն։
կարող է լինել կեղծ հայտարարություններ տարածվել, կարող են տարածվել այսպես ինչ որ կեղծ այժմ հեսա խաղաղություն է լինելու, չգիտեմ, Ուկրաինայում կդադարեցվի կրակ, այսպիսի լուրեր կարող են տարածվել կամ հայտարարություններ կարող են անել պետական գործիչները, բայց իհարկե դա կեղծ տեղեկատվություն կլինի, այսինքն չեն կատարվի այդ պայմանավորվածությունները։ 16:28 րոպեին սիրելի բարեկամներ լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Մարս մորակետ 3 աստիճան խոյ նշանում գտնվելու է լուսինը եւ 3 աստիճան ջրհոսում գտնվում է Մարսը, արդեն Մարսը մոտենում է Պլուտոնի հետ դիմակայությանը։ Դեպի շաբաթվա վերջ իհարկե այդ լարվածությունը ռազմաքաղաքական շեշտակի կարող է աճել եւ 17:33 րոպեին լուսինը վեցանկյուն կկազմի նաեւ Պլուտոնի հետ։ Շաբաթվա մյուս բարենպաստ օրը, ասացինք որ առաջինը դա ապրիլի 22-ն էր, մյուս բարենպաստ օրը ապրիլի 26-ն է, երբ լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Յուպիտերի հետ 20:17 րոպեին Երևանի ժամանակով, որը բարենպաստ է միջանձնային հարաբերությունները կարգավորելու, ինչ որ առևտրային գործունեություն ծավալելու, ինչ որ գնումներ կատարելու համար շատ լավ է ապրիլի 26-ը։ Եվ ապրիլի 27-ը, որը այս շաբաթ լարված սկսվում է ապրիլի 21-ին, զգալիք շաբաթին, նկատի ունեմ ապրիլի 21-ի այդ լարվածությամբ սկսվում է եւ ավարտվում է ավելի բարձր եւ վտանգավոր լարվածության աստիճանով, որը տեղի կունենա Կիրակի ապրիլի 27-ին 11:16 րոպեին լուսինը մուտք կգործի ցուլ կենդանակերպ եւ արդեն դեպի երեկո 17:16 րոպեին ապրիլի 27-ին Երևանի ժամանակով 17:16 րոպե լուսինը լարված քառակուսի կկազմի Պլուտոն մորակի հետ 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 3 աստիճան իհարկե նաև ցույց նշանում գտնվում է լուսինը, իհարկե այստեղ լուսինը ավելի զորավոր է, քան Պլուտոնը, բայց այնուամենայնիվ 17:37 րոպեին լուսինը լարված քառակուսի է կազմում Մարս մորակի, 4 աստիճան առյուծում գտնվում է Մարսը եւ 4 աստիճան ցույց նշանում գտնվում է Պլուտոնը եւ լուսինը եւ ի վերջո ապրիլի 27-ին 23:30 րոպեին Երևանի ժամանակով լուսինը միանալու է Արեգակին, կկանա ապրիլյան դժնդակ այդ նորալուսինը 7 աստիճան ցուլ կենդանակերպում, որը բավականին լարված զարգացումների սկիզբ կարող է լինել, այնպես որ զգուշացեք ապրիլի 21-ին եւ ապրիլի 27-ին հատկապես, իսկ բարենպաստ օրերն են, երբ դուք կարող եք ինչ-որ գործունեություն ծավալել, ակնկալերով դրականացում սկսել ինչ-որ գործունեություն, չնայած ես ասեմ, որ գալիք շաբաթվա ընթացքում, քանի որ լուսինը մարող է լինելու, ցանկացած նոր սկիզբ այնքան էլ արդյունավետ չի լինի, բայց այնուամենայնիվ, եթե ինչ-որ կարևոր գործ ունեք նախաձեռնելու եւ չեք կարող հետաձգել կամ սպասել, դա ապրիլի 22-ն է եւ 26-ը։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն աստղացույց լուսնացույցի վերաբերյալ, այսինքն ինչպիսի լուսինի ինչպիսի մորակային փոխհարաբերություններ կկազմի այլ մորակների հետ, իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ կենդանակերպի կանխատեսումները գալիք շաբաթվա համար, այսինքն ապրիլի 21-ից 27-ը ընկած ժամանակահատվածի համար։ Պատրաստ եք սիրելի խոյեր, շաբաթը բարենպաստ է ձեզ համար, ապրիլի 21-ից 23-ը հանդիպում ջերմ ընկերական միջավայրում եւ ինչ-որ մի շատ երկար սպասված երազանքի իրագործում է ձեզ սպասում սիրելի խոյեր, ապրիլի 23-ից 25-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվացումից եւ ապրիլի 25-ից 27-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, գեղեցկությամբ, անկրկնելի հմայքը ընդգծելով, նաև բարենպաստ է անձնական, գործնական հարցերը կարգավորելու համար, հաջողությունը ձեր կողմն է սիրելի խոյեր,
Սիրելի ցուլեր, բարի խառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը։ Ապրիլի 21-ից 23-ը լուծվելու ինչ շատ կարևոր գործնական խնդիր ձեզ ենթադրենք խոստացել են վաղուց աշխատանք չի ստացվում։ Ահա ապրիլի 21-ից 23 արդ հարցը կլուծվի։ Պաշտոնի խնդիր, աշխատանքի խնդիր, պետական դռան հետ կապված ցանկացած խնդիր կլուծվի ձեզ համար սիրելի ցուլեր ապրիլի 21-ից 23-ը։ Ապրիլի 23-ից 25-ը հանդիպում ջերմ ընկերական միջավայրում, որտեղ դուք կարող եք հանդիպել ինչ-որ շատ հետաքրքիր կարևոր անձնավորության ձեզ համար եւ նրա հետ հետագայում կառուցել հարաբերություններ։ Ապրիլի 25-ից 27-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվացումից սիրելի ցուլեր եւ ինչ-որ անցյալից հնարավոր է գաղտնիք բացահայտվի, որը ձեզ համար ցանկալի չէ։ Սիրելի երկվորյակներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթը։ Ապրիլի 21-ից 23-ը լուր արտասահմանից կամ նվեր, ապրիլի 23-ից 25-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, պետական դռան հետ կապված, ինչ-որ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված, խիստ բարենպաստ են այդ օրերը։ Ապրիլի 25-ից 27-ը ընկերական ջերմ հանդիպում, հնարավոր է նաև ինչ-որ շատ երկար սպասված բաղձալի երազանքի իրագործում։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, ապրիլի 21-ից 23-ը զգուշացեք պարտքեր կամ վարկեր վերցնելու, զգուշ եղեք նաև ճանապարհներին եւ անսպասելի ինչ-որ զարգացումների հետ կապված, որոնք կպահանջեն լրացուցիչ գումարներ ձեզանց, ինչ որ ենթադրենք հարազատի բուժման համար գումար է պետք գալու, բայց մեծ գումար վերցնել ցանկալի չէ պարտքով կամ վարկով։ Ապրիլի 23-ից 25-ը սիրելի խեցգետիններ արտասահմանից լուր եք ստանալու կամ նվեր, իսկ ապրիլի զանգում եք, այսպես ասած, անսպասելի, մշտապես այսպես ես շատ շնորհակալ եմ իհարկե սիրելիներ ձեր բոլոր զանգերի համար, որ դուք ինձ վստահում եք եւ գալիս եք խորհրդատվության։ Եվ այսպես կանգնած էինք խեցգետինների վրա։ Ապրիլի 23-ից 25-ը ինչ-որ լուր արտասահմանից կամ նվեր, իսկ ապրիլի 25-ից 27-ը կարևոր գործնական խնդիր է լուծվելու ձեզ համար, սիրելի խեցգետիններ, աշխատանքի, պաշտոնի, պետական դռան հետ կապված ինչ-որ կարևոր խնդիր ձեզ համար։ Սիրելի առյուծներ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, ապրիլի 21-ից 23-ը զգուշացեք ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ բախումներից, հետագայում դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Ապրիլի 23-ից 25-ը զգուշացեք մեծ ծախսերից, զգուշացեք անսպասելի զարգացումների ճանապարհներին, մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք։ Ապրիլի 25-ից 27-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Սիրելի կույսիկներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, ապրիլի 21-ից 23-ը գործնական հարցերով եք զբաղվելու, ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված հարցերով, իսկ ապրիլի 23-ից 25-ը զգուշացեք ձեր զուգընկերների կամ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում դժվար կլինի դրանք վերականգնել այդ հարաբերությունները։ Եվ ապրիլի 25-ից 27-ը զգուշացեք մեծ ծախսերից, մեծ վարկեր, պարտքեր վերցնելուց եւ զգուշ եղեք նաեւ ճանապարհներին։ Սիրելի կշերքներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը, ապրիլի 21-ից 23-ը շատ բարենպաստ օրեր են ձեզ համար, սիրո, հաճույքի, երեխաների, չգիտեմ, բիզնեսի համար բարենպաստ օրեր են։ Ապրիլի 23-ից 25-ը զբաղվելու ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջության հետ կապված խնդիրներ եք լուծելու, իսկ ապրիլի 25-ից 27-ը զգուշացեք ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ բախումներից, որովհետեւ հետագայում դժվար կվերականգնեք այդ հարաբերությունները, փչացնեք դրանք։ Սիրելի կարիճիկներ, ձեզ համար եւս բարենպաստ է գալիք շաբաթը, ապրիլի 21-ից 23-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, հնարավոր է անշարժ գույքի հետ կապված ինչ-որ խնդիրներ եք կարգավորելու, փաստաթղթեր եւ այլն։ Ապրիլի 23-ից 25-ը շատ բարենպաստ օրեր են ձեզ համար, սիրելի կարիճիկներ,
սիրո, երեխաների հետ կապված հարցեր, կարգավոր բիզնեսի հետ կապված շատ բարենպաստ օրեր են։ Եվ ի վերջո ապրիլի 25-ից 27-ը զբաղվելու եք ձեր ընթացիկ գործնական խնդիրներով առողջական հարցերի կարգավորմամբ։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթ ապրիլի 21-ից 23-ը կարճ ճանապարհ է գնալու, որի ընթացքում կարևոր հանդիպում է հավանական։ Ապրիլի 23-ից 25-ը զբաղվելու եք տան, ընտանիքի, ծնողների հետ կապված հարցերով, անշարժ գույքի հետ կապված հարցերով։ 25-ից 27-ը երեխաներով եք զբաղվելու, բարենպաստ է նաև բիզնեսի համար շատ բարենպաստ օրեր են։ Սիրելի այց եղջյուրիկներ, ձեզ համար եւս բարեխառն է գալիք շաբաթը 21-ից 23 ապրիլի բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու սիրելի այց եղջյուրներ եւ ապրիլի 23-ից 25-ը կարճ ճանապարհ եք գնալու, որի ընթացքում հնարավոր է կարևոր տեղեկություն ստանաք կամ հանդիպում լինի եւ ապրիլի 25-ից 27-ը զբաղվելու եք տան, ընտանիքի հետ կապված հարցերի ծնողների հետ կապված հարցերի կարգավորմամբ։ Սիրելի ջրհոսներ, ձեզ համար բարենպաստ է գալիք շաբաթ ապրիլի 21-ից 23-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքի եւ հմայքով, տեսքով, հմայքով, ձեր գեղեցկությամբ, նաեւ անձնական եւ գործնական հարցերը լուծելու համար բարենպաստ օրեր են։ Հաջողությունը ձեր կողմն է, սիրելի ջրհոսներ։ Ապրիլի 23-ից 25-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար փող եք ստանալու, իսկ ապրիլի 25-ից 27-ը կարճ ճանապարհ եք գնալու, որի ընթացքում կարևոր հանդիպում է հնարավոր եւ շատ խոստումնալից հանդիպում է հնարավոր։ Սիրելի ձկնիկներ, ձեզ համար բարեխառն է գալիք շաբաթ ապրիլի 21-ից 23-ը հնարավոր է ակտիվանան ձեր գաղտնի թշնամիներ, բացահայտեն ինչ-որ գաղտնիք անցյալից։ Ապրիլի 23-ից 25-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է։ Եվ ապրիլի 25-ից 27-ը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու համար փող եք ստանալու։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում ապրիլի 21-ից 27-ը ընկած ժամանակահատվածում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրագործվում իմ կանխատեսումները, անձամբ ձեզ համար կհանդիպենք, ստեսություն։